Աղմուկն ու ակտիվությունը ըստ հոգեբանների ցրում են վախերը։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ վախեր է փորձում հաղթահարել։ Գնում է եռապլուժ եւ դիպուկահարներով են նրան պաշտպանում։ Հասկանում եք, սա աբսուրդի ժանրից է, բայց փաստ է։ Հրապարակի տեղեկություններով մի քանի օր առաջ թիմակիցների հետ քեֆի է եղել Փաշինյանը անձնական մատուցողով, որը առանձին սպասք է բերած եղել վարչապետի համար։ Սեղանի վրա եղած բաժակներին մատով էլ չի կպել Փաշինյանը։ Նիկոլի սարսափները մեզ համար բացարձակ նորություն չէ եւ դա շատ նորմալ է, որովհետև ինքը նաև վախենում է հաշվեհարդարից։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով Փաշինյան անվտանգության այնպիսի միջոցառումներ է ձեռնարկում, որոնք բնորոշ են խոշոր գերտերությունների ղեկավարներին։ Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ ասենք Վրաստանի դաշնության նախագահան, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան, Չինաստանի նախագահան, Ֆրանսիայի նախագահան մեծ մասամբ որ գնում են նույնիսկ իրենց հետ իրենց ջուրն են տանում։ Էլ չասեմ սպասքը, բայց երբ որ դա անում է պարտված երկրի ղեկավարը, ապա դա ցույց է տալիս եւ նրա ներքին վախերը եւ արտաքին վախերը, որ այո, ինքը սարսափում է որպես փոքրիկ բռնապետ, որ նրա հետ կարող են հաշվեհարդար տեսնել եւ իր ներքին թշնամիները, որոնց ինքը վնաս է տվել, թեւուզ եւ նույն թիմում, որտեղ ինքը շատ-շատերին վիրավորում է։ Մի սկանդալային լուր է հայտնել այսօր հրապարակը։ Պարզվում է, քիչ չի, Փաշինյանը չի վստահում թիմին, դեռ թիմի ներսում էլ անվստահություն է կուտակվել Փաշինյանի նկատմամբ։ Իրավունքների Կառավարության նիստերից առաջ կաբինետի բոլոր անդամների հեռախոսները հավաքում են, հատուկ փակվող արկղերի մեջ դնում։ Բայց նախարարներից շատերը հավանաբար նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանի ճակատագիրն աչքի առաջ ունենալով վախենում են հեռախոսները կառավարական շենքի անվտանգության աշխատակիցներին հանձնել։ մեղադրելու էլ չի։ Նախընտրում են թողնել դրանք մեքենաներում։ Շատ դեպքերում, այո, ինքը առաջնորդվում է փոքրիկ բռնապետի հոգեբանությամբ եւ սկզբունքով։ Ես եմ ծնել քեզ, ես էլ կվերացնեմ քեզ, եթե հանգարց դու համարձակվես ինձ դիմանալ կամ չանել այն, ինչ ես քեզանից պահանջում եմ։ Կոմպրոմատներ Փաշինյանը գրեթե բոլոր թիմակիցների դեմ ունի, կարծում է քաղաքագետը։ Նրա խոսքով ակնհայտ է նաև, որ իրար քաղաքացիական պայմանագրով միացած մարդկանց խումբը վաղուց առաջվա պես կուր չէ, բայց ընտրություններից առաջ Փաշինյանը չի կարող առնետավազ քանդուրժել եւ ստիպված է մարդկանց կողքին ամուր պահելու համար նաև կաշառել թիմակիցներին։ Հենց դրա համար է, ըստ Համբարյանի, բյուջեից 3 միլիարդ դրամի պարգևավճարային ֆոնդ հանվել։ Եթե մենք վերցնենք իր թիմագիցների անցյալը, մենք կտեսնենք, որ դրանք ոչ մեկը անցյալ չունեցող մարդիկ են։ Քաղաքագետի կանխատեսմամբ Փաշինյանի փողոցից կառավարական կաբինետներ մտած թիմը վերարտադրվելու շանս չունի այս տարվա ընտրություններում, եթե ընդդիմությունը խելամիտ գործի։ Առաջինը պետք է հասարակության մեջից հանեն այդ հորետեսությունը, այդ կեղծ թեզերը, որը սերմանվում էր Նիկոլի եւ նրա թայֆայի ներկայացուցիչների կողմից։ Դուք երբեք չմոռանաք, նույնը արեցին Գյումրիում, նույն Գյումրիում ԿՊ-ի տեխնազոին ասում էին ինչքան ես հավաքել, ասում են վաղը կգաք, ինձ կշնորհավորեք։ Գյումրեցին ասեց եղավ։ Նույնը հիմա ընդդիմադիր դաշտում պետք է արվի։ Ըստ Համբարյանի ժողովրդին պետք է հասկացնել, միայն ընտրական ակտիվ մասնակցությամբ հնարավոր կլինի իշխանազրկել Փաշինյանին։ Խորհրդարան անցնելու շանս ունեցող ընդդիմադիր դաշինքներից ու կուսակցություններից յուրաքանչյուրը քաղաքագետի խոսքով պետք է ընտրողներին հորդորի։ Եթե անգամ իրենց ձայն չեն տալու, քվեարկեն հաղթելու հնարավորություն ունեցող ընդդիմադիրներից որևէ մեկի օգտին, կանխելով նաև ձայների փոշիացման հավանականությունը։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։